Այսօր բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված ես եկել եմ ձեզ հետ միասին արթնանալու, այսօր ունենալու ենք հրաշալի, երաժշտական ու լավ նորություններով լի եթեր, իսկ այս պահին առաջարկում եմ մի լավ տեսահոլովակ արթնանալու համար, ով քնած է արթուն կացեք գնացինք։ Դե ինչ, արթնացանք միասին, մինչ օրվա գործերը կկարգավորեք, առաջարկում եմ գաք եւ նստեք 21 TV-ի առաջ, հեռուստացույցի առաջ, որովհետեւ ունենալու ենք այսօր շատ հետաքրքիր զրույց, այս պահին առաջարկում եմ փոքրիկ հոլովակ, որից պարզ կլինի, թե ովքեր են մեր հյուրերը եւ ինչի շուրջ ենք զրուցելու։ Գնացինք։ Եվ այսպես, մարտի 14-ին տեղի ունեցավ Սլավյանսկի բազար 2026 ամենամյա մանկական եւ երիտասարդ կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական եզրափակիչ փուլը։ Այս ամենի մասին մենք զրուցելու ենք հրաշալի հյուրերի հետ, ում շտապում եմ ներկայացնել Սլավյանսկի բազար 2026 ամենամյա միջազգային մանկական եւ երիտասարդ կատարողների մրցույթում հայաստանյան նախընտրական փուլի ժյուրիի նախագահ, երգչուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գայանե Հովհաննիսյանն է մեր տաղավարում, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես նաև մանկական կատարողների մրցույթում հայաստանյան պատվիրակ 10-ամյա Ալեքսա Վարդանյանն է մեր հյուրը, բարի լույս։ Եվ երիտասարդ կատարողների մրցույթում հայաստանյան պատվիրակ 22-ամյա Լիաննա Դանելյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ այս առավոտ մեր տաղավարում եք եւ զրուցելու ենք շատ կարեւոր մրցույթի մասին։ Նախ առհասարակ Սլավյանսկի բազարը, հա, ինչով է առանձնանում մրցույթների շարքում եւ ինչքանով է կարեւորվում, որ մենք Հայաստանը ամեն տարի յուրահատուկ կերպով ներկայանում ենք։ Ես գտնում եմ, որ Սլավյանսկի բազարը դա երևի միակ մրցույթն է միջազգային, որը անցկացում է շատ բարձր մակարդակով եւ գիտեք ինչն է ամենակարևորը, որ այն մասնակիցները, ովքեր գնում են այնտեղ ուրեմն մասնակցելու այդ մրցույթին, իրենք անպայման պետք է երգեն շատ մեծ սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը դա իրենց համար բավականին մեծ փորձ է։ Ես եղել եմ Սլավյանսկի բազար իմ ուսանողու հետ իրեն ներկայացնելու համար եւ ես փորձերին մասնակցել եմ եւ ես տեսել եմ թե ինչ պրոֆեսիոնալիզմ կա այդ նվագախումբը ուղղակի զարմացած եմ մնացել ես շատ նվագախմբեր եմ սիմֆոնիկ լսել բայց սա մի յուրահատուկ բան էր եւ գիտեք այնքան ջերմությամբ, այնքան հայճույքով իրենք բոլոր մասնակիցներից ստեղծագործությունները նվագում են, ուղղակի sense հոգի են դնում, հասկանում եք, եւ ես շատ ուրախ եմ, որ այս անգամ էլ այդպես է լինելու եւ Ալեքսիան եւ Լիաննան պետք է գնան մասնակցեն եւ կարեւորը այն է որ ինքը անցկացվում է շատ բարձր մակարդակի վրա եւ հավատացեք որ ինձ համար դա միակ մրցույթն է որը արժանի է նրան որ իրոք գնան եւ մասնակցեն այդ մրցույթին ես կարծիքի եմ Մինչ մեր գեղեցկուհիներին հարցադրում անել կցանկանայի իմանալ առհասարակ ոնց անցավ նախընտրական փուլը եւ տարեցտարի ինչպիսի վիճակագրություն է շատ ավելին են մասնակիցները ձգտողները մասնակցելու ու դժվար էր որպես ժյուրի առհասարակ որոշում կայացնել Այս անգամ փոքրերին ուրեմն 4 մասնակիցներ էին, մեծերին ուրեմն 6 մասնակիցներ, կարող եմ ասել, որ եւ փոքրերի եւ մեծերի դեպքում բոլորն էլ լավն էին, իհարկե, բայց միշտ ասում ենք լավից լավը կա, որովհետեւ պետք է գնան մեր երկիրը ներկայացնեն եւ մեծերին էլ ուրեմն էլի կային լավ կատարողներ, բան չունեմ ասելու, բոլորն էլ ապրեն, բոլորն էլ ստացան հավաստագիրներ, այնպես որ դա էլի ինչ որ միտեղ դա հաղթանակ է տոներ որ կարողացան իրենց ներկայացնել եւ ժյուրին հաճույքով իրենց լսում էր եւ բոլորը ստացան հավաստագիր բայց Լիաննայի ելույթը մի քիչ շատ տարբերվեց մնացածներից եւ դրա համար զարմանալին այն էր որ քննարկման ժամանակ դե երբեմն լինում են այսպես չէ տարաձայնություններ բան բայց այս դեպքում բոլորը միանշանակ միաձայն տվեցին Լիաննայի համար եւ Ալեքսիայի դեպքում էլ 4 հոգին որ մասնակցեցին բոլորն էլ ասում եմ շատ հաճելի շատ հակուսներով կեցվածքը պահվածքը ամեն ինչը տեղին էր բայց էլի որոշեցինք որ Ալեքսիան ուրեմն
ինքը պետք է գնա եւ մասնակցի այդ մրցույթին։ Նախ շնորհավորում եմ ձեզ, քանի որ արդեն ընտրվել եք եւ այս յուրահատուկ ճանապարհն անցնելու եք երաժշտական աշխարհում, կուզենայի իմանալ ինչպես որոշում կայացավ Լիաննա ջան, որ ցանկություն հայտնեցիք մասնակցելու ու հայտագրվեցիք։ Իրականում իմ ուսուցիչները հենց իմ ընկերները շատ հորդորում էին ինձ, որ ես վերջապես մասնակցեմ ինչ-որ մի մրցույթի, որովհետև ես ամեն օր ճիշտ ասած երգում եմ, շոուների մեջ եմ, կոբայում եմ աշխատում, երգում եմ եւ բացի դրանից բոլորը հենց հորդորում էին, անգամ իմ աշխատանքի տեղի իմ գոլեգաները խնդրում են գնա մասնակցի որևէ մրցույթի եւ ես ասեցի վերջ, ես գնալու եմ մասնակցել։ Եկել է պահը եւ անգամ որ իմ դասատուներ, հենց ժյուրիի նախագահը եւ էլի այդ դասատուները ունեցել ովքեր ժյուրիի անդամներն էին, դա ավելի էր պարտավորեցնում, որ այդ նախընտրական ավելի վախենալու էր, անկեղծ ես այդ նախընտրական փուլին լարված էի հենց դրանից, որովհետև իմ դասատուներն են նստած այդտեղ ու իրանք պետք է ինձ դատեն, շատ լարված էի, բայց ամեն դեպքում շատ շնորհակալ եմ, որ ինձ ընտրեցիք։ Այդպես որոշեցի մասնակցել մրցույթի, որ ինչ-որ մի ձև փորձեմ մոտիվացիա ձեռք բերել արվեստի նկատմամբ կրկին, ինչու ոչ, եւ նաեւ փոքր-ինչ քանակի մարդիկ ինձ ճանաչեն թեկուզ որպես Այո, շատ ճիշտ։ Եվ անշուշտ դա մեծ ճանաչում կբերի։ Իհարկե։ Փոքրիկ արքայադուստը կարող եմ իմանալ ինչպես դու կայացրեցիր որոշում մասնակցելու Սլավյանսկի բազարը։ Իմ դասատուն եւ իմ մայրիկը ինձ ասեցին Սլավյանսկի բազարում դու պիտի մասնակցես, որովհետեւ այնտեղ շատ կարեւոր մարդիկ, մրցանակ, շատ կարեւոր էր ամենին։ Ես չի հավատում, որ ես կհաղթեմ, բայց ստացվեց։ Քանի տարեկանից ես երգում։ Շատ վաղ տարիքից 4-5 տարեկանից 4-5 տարեկանից երգում ես, արդեն 6 բան կարող եմ պատմել նախընտրական փուլի ժամանակ, որ արդեն պետք է հայտարարեն, կանգնած եմ կողքս Ալեքսանը կանգնած ու մեկի sense ձայն եմ լսում, էլի sense փչոց Աստված պապի խնդրում եմ իմ անունը, Աստված պապի խնդրում եմ իմ անունը, sense նայում եմ մտքից մտածում եմ Աստված պապի խնդրում եմ իմ անունը, արդեն դուք եք իր համար մտածում, որովհետև այնքան կնեղվեի, որ իր այդ էմոցիաները այդ պահին տեսա, այնքան sense կտխրեի, եթե իր անունը չտային, ու sense երբ որ տվեցին, իսկ իրանից շատ եմ ուրախացել այդ, որովհետև Աստված պապի խնդրում եմ գրի իմ անունը։ Այսինքն այստեղ են ասել ինչպես ես հաղթել աղոթքով։ Աղոթել ես առ Աստված ու ասել։ Իսկ այդտեղ բոլոր մասնակիցները աղոթում են իր համար, որովհետև ինքը այսպես կանգնած է։ Ինչ երգ եք ներկայացրել Լիաննա ջան նախընտրական փուլին։ Նախընտրական փուլին տենց ամենայիմ սիրելի երգը որ ներկայացրել եմ Ջենիֆեր Հադսոնի And I'm Telling You ստեղծագործությունն է եւ նաեւ դրանք շատ հավանել են մեր ժյուրի նախագահ Գայան Հավանեսյանը, Վարոն Կիրակոսյան եւ մնացյալը շատ էին հավանել։ Այդ երգը իրականում բարձ տեխնիկապես երգ է վոկալային, բայց սենց ամբողջովին իմն է, էլի, սենց ես զգում եմ իմ ամբողջ մարմնով, ես այդ երգը շատ եմ սիրում, չգիտեմ։ Մանավանդ հենց Հադսոնի կատարմամբ։ Ուզում եմ երկու խոսք ավելացնել, որ Լիաննան ինձ մոտ է սովորել, ինձ մոտ է ավարտել, եւ ես շատ այս 4 տարիների ընթացքում միշտ ասել եմ, որ ես ինչ եմ սիրում Լիաննայի մեջ, ոչ թե միայն ինչ-որ վերևի նոտաներ, դիապազոն, այո, ինքը շատ լայն դիապազոն ունի, բրավո, բան չունեմ ասելու, բայց ես միշտ Լիաննայի մեջ գնահատել եմ իր էմոցիաները, իր զգացողությունը, հասկանում եք, որովհետև չի կարելի կանգնել երգել, որը դու չես հասկանում, ուղղակի կներես sense ռոբոտի նման կանգնում ես երգում ես մենայն թե ցույց տաս քո վերևի նոտաները։ Այս դեպքում սա հակառակն է եւ դա կա, բայց այս էմոցիաները, այդ զգացողությունը, ինքը որ անգլերեն երգը երգեց, մի պահ այսպես մարմինս փշակաղվեց, մեկ էլ Կիրակոսյանը վրեժ ասեց Գայա ասում այն մարմինն էլ փշակաղվեց, այսինքն ինքը այն ձևով մատուցեց, որ դա է ճիշտը, այդպես պետք է լինի։ Հրաշալի։ Այո։ Իսկ դու չքնաղ, ինչ ես երգել։ Ես երգել եմ Սելին Դիոնի երգը My Heart Will Go On եւ ռուսերեն երգ Միլաձեի երգը Վերան։
այո, Էլի հավատ, էլի տեսնում եք։ այո։ Հավատով լցված։ Իսկ ինչպես են ընտրվելու կատարումները, թե ինչ են կատարելու արդեն Սլավյանսկի բազարում։ Իրենց կողմից է տրվում, թե դուք եք որոշում Ես ոնց հասկացա, իրենք շուտով պետք է երգեր հայն ձայնագրեք, հա։ Դե իրականում Մենք դեռ ընտրություն չենք արել երգերի, ես կարծում եմ, որ անգլերեն երգը մենք թողնենք, եւ իրենք երկրորդ երգը պետք է երգեն ռուսերեն լեզվով, եւ այսինքն նույնն էլ փոքրերի։ Դեռ Ալեքսի տարբերակով մենք երգեր դեռ չենք ընտրել, բայց կընտրենք իհարկե անպայման եւ ռուսե եւ այդ երգերը իրենք պետք է ձայնագրեն եւ ուղարկեն այնտեղ, իրենք լսեն, հետո նոր արդեն ինչ որ մի հաստատեն եւ կան ընդհանուր հայտարարի։ Ես ճիշտն ասած նախանձեցի ժյուրի անդամներին եւ որոշող մարդկանց եւ ես ուզում եմ նաեւ հեռուստադիտողի պահանջով մեր եթերում մի փոքր հատված յուրաքանչյուրդ կատարեք, մենք էլ փշաքաղվենք։ Այո։ Բաղենք սկսել մեր փոքրիկից։ Վիերա երգը թե Սելին Դիոն։ Որն ես ցանկանում։ Որը ուզում ես։ Որը մեզ հավատաց։ Սելին Դիոնը։ Давай Սելին Դիոն։ Every night in my dreams I see you, I feel you. That is how I know you. Go on. Far across the distance and spaces between us, you have come to show you. Go on. Near, far, wherever you are, I believe that the heart does go on. Once more, you open the door, and you're here in my heart, and my heart will go on and on. Հրեշտակային ազնիվ անկեղծ իդեպսա բարդագույն երգ է առանց երաժշտության ուղեկցության երգելու եւ մեր փոքրիկը դա արեց ինչպես հարկն է շատ ապրես եւ Լիանա ջան վայելեք։ Ես կարծում եմ Jennifer Hudson-ի In I'm telling you առավոտյան երգերը կստիմ հակացուցված Կապ չունի, այո։ վոկալիստներին, բայց ուրիշ երգ կկատարեմ։ Այո, որը ցանկանում եք։ You were the boy I thought I knew. Maybe I was young, I was blind. I didn't have the clue. You were the topic of my lunch times. But a girl's about chats. Get upset when you didn't text back. I was warned by my brothers to find another lover. Stop falling for these boys. Didn't want the same as me when I was warned by my brothers to find another lover. Stop falling for these boys who didn't want the same as me. Ինձ թվում է շատ հրաշալի մասնակիցներ ունենք մենք այս տարի ամենակարևորը իսկապես ինչպես նշեց մեր հրաշալի դասախոսը նրանք զգում են ինչ են անում ու այդ զգացողականն ու էմոցիան փոխանցում են մեզ ինձ մնում է միայն ձեզ մաղթել հաջողություն պատվով ներկայացնեք մեր Հայաստանը ու վստահ եմ այդպես էլ կլինի բայց չեմ կարող նաև վերջում որպես վերջաբան չասնել իսկ ինչ նորություններ ունեք դուք որպես մեր շատ սիրելի երգչուհի անհատապես ձեզ երբ կարող ենք վայելել եւ որտեղ Ես կարող եմ ասել, որ ես գնացի վերջերս մի հաղորդման, որը նոր է այդ հաղորդումը, վարողը Վարդան Բարսեղյանն է, շատ հետաքրքիր հաղորդում էր, շատ պոզիտիվ վիճակ էր եւ հետո Վարդան ինձ ասեց, որ տիկին Գայան է, չեք ուզում մենահամերգ տալ, ասեցի Վարդան ջան, իհարկե ցանկությունս շատ մեծ է, բայց դու ինքդ գիտես մենահամերգ տալու համար,
չեմ ուզում շարունակել, ասեց դուք մի մտածեք դրա մասին, ասեց ես եթե կազմակերպեմ, դուք ձեր համաձայնությունը կտաք, ասի Վարդան ջան, եթե այդպես է ասի, իհարկե ես իմ համաձայնություն, բայց ասի ես մի քիչ ռիսկ եմ, չէ Տիկին Հովհաննիսյան, խնդրում եմ այդպիսի բաներ մի ասեք, մի մտածեք, մի խոսքով։ Հիմա նշանակված է օրը ապրիլի 15-ին իմ մենահամերգը հին անիում։ Սա հրաշալի նորություն է իրականում հենց հիմա հեռուստադիտողների, ինչու ոչ նաև իմ համար, փաստորեն հաղորդումներում ծնվում են ոչ միայն հետաքրքիր ու լավ մտքեր, այլ նաև հանդիսատես էլ միանգամից ասեմ, որ ես մեծագույն սիրով ներկա եմ լինելու Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, ժյուրի նախագահ, մեր շատ սիրելի Գայանե Հովհաննիսյանն ունենալու է իր մենահամերգը Հինանիում շտապեք, որտեղ տեղերը խիստ սահմանափակ են, իսկ այդ մթնոլորտը իսկապես մտերմիկ ու կամերային զգալու, լսելու ու վայելելու իրական հույզեր ու իրական հզոր ձայն։ Շնորհակալ եմ անչափ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ շատ։ Թե որ այսօր ժամանակ գտաք ու եկաք մեր տաղավար հյուր, թե այս լավ նորությունների համար ու որ կրկին մենք ունենք պատվով ու շատ լավ մասնակիցներ մեր երկիրը ներկայացնելու, ես վստահ եմ, որ էլի եք գալու այս տաղավար այլ նորություններով։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զրույցի համար, այսպիսին էր այսօրվա եթերը մեր շատ սիրելի հեռուստադիտող, հետևեք մեր հայաստանյան պատվիրակներին, ներկայացուցիչներին եւ փոխանցեք ձեր դրական էներգիան ու ուժը, որովհետեւ դա շատ կարեւոր է, մարդիկ մեզ են ներկայացնում Հայաստանի սահմաններից դուրս եւ անցնում բարդ ու քարքարոտ ճանապարհ, որպեսզի ժպիտ ու դրական էներգիա ապարգևեն իրենց ձայնով ու ելույթներով։ Այսպիսին էր այսօրվա եթերը, ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, մնացեք բարով եւ հետևեք արվեստում կատարվելիք նորություններին։ Առայժմ կհանդիպենք։